Հայկական ռոքի դեսպանների 4 ձայնասկավառակը լույս կտեսնի խմբի 11-րդ տարեդարձին։ The Beautified Project խումբն ալբոմն անվանել է «Գունատ սոխակ»։ Պատճառը վերջին շրջանում թռչունների երգեցիկ ծլվելոցի պակասն է քաղաքներում։ Դա մենք համեմատել ենք լավ երաժշտության հետ, որը նաև նվազել է վերջի դարերի ընթացքում։ Երաժշտության որակի մասին խոսել ես, ռոք խմբի տղաները նկատի ունեն ոչ թե ոճը, այլ կատարման արվեստը։ Beautified-ները դեմ են համակարգչային ծրագրերով ստեղծված երաժշտությանը։ Նրանք նվագում են միայն իրական գործիքներ։ Այս եղանակով ստեղծված երգերի ալբոմի շնորհանդեսը Տիկտիկային թատրոնում է լինելու։ Ինքը երրորդ ալբոմից տարբերվում է իր ոճային իր ոճով ավելի ակուստիկ, ռիթմիկ եւ նաեւ բալադային ստեղծագործություններ են։ Կարող եմ ասել Beautify Project-ի առաջի ալբոմի շունչը կլսեք, բայց ավելի հասունացած։ Ալբոմում առանցքային տեղ է գրավում հիթային դարձած Արագիլ երգի կատարումը։ Խումբը եւս մեկ ալբոմ էլ կպատրաստի միմիայն հայկական երգերի կատարումներով ու իրենց մշակմամբ։ Արտասահման որ գնում ենք, բացի որ ներկայացնում ենք մեր ստեղծագործությունները, նաև մեր ոճի միջոցով եւ մեր ձեռագրով ներկայացնում ենք հայկական հին սիրված երգերը, որը շատ սիրվում է եւ շատ ողջունվում է ժողովրդին։ Շնորհանդեսից մեկ շաբաթ անց ալբոմը կհայտնվի նաև on-line հարթակներում, Amazon-ում եւ iTunes-ում։ Ռոք խումբը նախատեսում է շրջագայություններ ամբողջ Եվրոպայով, արդեն հրավեր ունեն 5 երկրից։ Աղվան Ասոյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։